Սահմանադրական մեծամասնությունը, դի գիտեք որն է, 2/3, նու այդքան չէ, մի քիչ, սահմանադրական մեծամասնություն, այսինքն այնքան մանդատ պետք է վերցնեն, որ միանձնյա սահմանադրություն փոխեն։ Էսի էս մարդու պլանն է, ծրագիրն է։ Էս եղել է մի 2 ամիս առաջ, որ գնացել էր Տավուշի մարզ, ընդեղ է հանդիպել ասել։ Հիմա այս մարդիկ խառնվել են իրար, կակ մինիմում իրանք սահմանադրական մեծամասնություն չեն կազմում, կակ մինիմում։ Սա մեկ, երկրորդ հարցը, հիմա ինչ ասում եմ, շատերի կողմից արդեն խոսվել է, հատկապես նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է իր բլոգում, այսպես կարելի ասել, այս մասին խոսել, ասել, էլի մարդիկ են ասել։ Հիմա ինչու՞մն է բանը, ժողովուրդ ջան։ Գագիկ Ծառուկյանի հարցն է։ Գագիկ Ծառուկյանին ըստ այդ նշված թվերի, այսինքն ինչ է տրված, որ հավաքել է 3,996,000%։ Դա նշանակում է, որ իրան ընդհանուր առմամբ 4,000%, է պակասում, որպեսզի անցողիկ շեմը հատի։ Դա գիտեք քանի ձայն է անում, 45 ձայն, ոչ ավել։ Գագիկ Ծառուկյանին պակասում է 45 ձայն, որ լավ, այսպես ամեն ընտրատեղամասից մի ձայն, 2000 ընտրատեղամաս կա, որ 45-ատ ընտրատեղամաս գտնեն, որտեղից մեկ-մեկական ձայն կավելանա Գագիկ Ծառուկյանին, կարելի է ասել, որ Գագիկ Ծառուկյանը արդեն ազգային ժողովի անցնելու համար մանդատ ունի։ Իսկ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիրը մանդատ չունի անգամ 3/5 լինելու, այսինքն 3/5-ը ինչքան անում, 60%, չէ, անգամ 60% լինելու։ Եթե 67%-ն է 2/3, ապա 3/5-ը 60%-ն է։ Այդ 60%-ը ինչի համար է պետք։ Գլխավոր դատախազ նշանակելու համար պետք է։ Եթե չունենան, չեն կարա իրանց ուզած գլխավոր դատախազին նշանակեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, այս Հովակիմյանը որ կա, Նիկոլին բացարձակ հավատարիմ։ Ոնց ասին հենց է, Նիկոլը իրիկունը ոնց թխեց, հայտարարեց, հենց այդ թվերը նկարեցին։ Ահա, այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ նշանակելու համար արդեն Նիկոլենց ձայները չի բավականացնում։ Գերագույն դատարանի դատավոր, սահմանադրական դատարանի դատավոր նշանակելու համար չի բավականացնում։ Չի բավականացնում որոշակի սահմանադրական օրենքներ։ Օրենքներ կան, որոնք սովորական օրենքներից ավելի բարձր են, սահմանադրությունից ավելի ցածր են։ Կոչվում են սահմանադրական օրենքներ։ Հենց կարճ կապած էլ իմ կարճ քելքով բացատրում։ Աղետաբեր պատերազմ։ Հիմա պետք է պատասխան տա այս մուտիտի համար։ Հիմա պետք է պատասխան տա։ Թե ոնց աղետաբեր պատերազմ չեղավ սեպտեմբերին։ Թե հիմի էլի են մտքինա, որ սեպտեմբերին աղետաբեր պատերազմա լինելու։ Իդեպ որքան ինձ հայտնի է, Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես նաև Ռուսաստանը դեռ չեն շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։ Հիմա Ծառուկյանի ձայները սրա մասին են։ Եթե Ծառուկյանը 4%-ը հաստատեց, ամրապնդեց, ապա Նիկոլ Փաշինյանը զրկվում է 3/5 ունենալուց։ Շարունակությունը, որ մանդատներ կվերցնեն, թե չէ, ահա լիքը մարդիկ սա են խոսում, որ մանդատներ չի կարելի վերցնել։ Իդեպ ինչ եմ ուզում ես ձեզ ասել։ Հիմա մի տեսանյութ կդնեմ, հուսամ պահպանվել է այդ իմ։ Տեսանյութ չէ, էլի մի հրապարակում, բազմաթիվ ընդդիմադիր անհատներ կոչ են անում մանդատները չվերցնել, կոչ են անում մանդատները դնել, այ դրա մասին հիմա կուզենամ ասել։ Այք չեմ ուղարկել էսի, որ չեմ ուղարկել լավ։ Ու մեկ էլ ելույթ է ունենում տիկին քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը, Վիկտոր Դալաքյանի դուստրը, որը որոշ չափով պրոարևմտյան, որոշ չափով հակառուսական խոսույթ ունի, ու հիմնականում հակառուսական։ Եվ ինչ է ասում։ Դա տպել է, ես դա կարդացի, հայկական ժամանակից, այսինքն Նիկոլ Փաշինյանի թերթից դա իմացանք։ Ասում է Սերժ Սարգսյանը կոչ արել մանդատները չվերցնել, տեսնենք թե ինչ կանեն մանդատները կվերցնեն թե չէ։
Տիկին Դալաքյան, Սերժ Սարգսյանը չէ, ինչքան ընդդիմադիր անհատ կա, ինչքան ընդդիմադիր բլոգեր կա, բոլորը կոչ են արել մանդատները չվերցնել։ Սերժ Սարգսյանի անունի հետ էդի կապելը որն է, այդ միտքը ինչքան ողջամիտ ընդդիմադիր կա հայտնել է։ Եթե հիմա ինձ նայում են ընդդիմադիրները, խնդրում եմ հաստատեք, որ ոչ թե ինչ-որ Սերժի հատուկ պլան կա, որ մյուսների խելքին չի հասնում, եւ ահա մի քաղաքական գործիչ դա նկատել է ու հրապարակում է, ներքին ինֆորմացիա ունենալով, կամ որոշակի տեղեկություն է սպրտել Սերժ Սարգսյանական շտաբից կամ խոհանոցից եւ ընդդիմադիր կամ հակառուսական ներկայացուցիչները դա իմացել են։ Ոչ։ Սա Facebook-ը դրանից է խոսում, մանդատ մի վերցրեք։ Այս ինչի համար եմ այս օրինակը բերում։ Միգուցե եւ Սերժ Սարգսյանն էլ իր հերթին է ինչ-որ տենց խորհուրդ տվել, բայց էլ եմ ասում, ով չի ալարում ընդդիմությունից դա է ասում։ Եվ որքանով ինձ է հայտնի կամ որքանով ես կարող եմ ենթադրել, ընդդիմությունը ամենևին ցանկություն չունի մանդատ վերցնելու։ Արփինե Հովհաննիսյանն ինքն է կոչ արել, որ սրա մասին լավ մտածեն։ Ելով ասեմ, ում եմ այսօր լսել, ում լսել եմ ընդդիմադիր է դա կոչ անում։ Մանդատները մի վերցրեք։ Եվ ես կարծում եմ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, կանխատեսումն է, որ մի դեպք կա, որ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ առաջիկայում հուսամ կմիանա նաեւ Գագիկ Ծառուկյանը, այսինքն հուսամ որ կվերականգնի այդ 4%-ը։ Այս մարդիկ մի դեպք կա, որում մանդատները վայր չեն դնի։ Եթե Ռուսաստանն ասի, որ պետք չի տենց բան անեք, եթե Ռուսաստանը խիստ հրահանգի, որ սենց բան չի կարելի անել։ Ահա միայն այս դեպքում ես կարծում եմ նրանք մանդատները չեն դնի։ Բայց եթե նրանք իրոք իրանց երկրի ու մեր ապագայի մասին են մտածում, ոչ թե մեր, եթե իրանք կարծում են, որ իրանց ու մեր ապագան ընդհանուր է, եթե իրանք իրանց չեն տեսնում իրանց փողերով ու բիզնեսներով աշխարհի ինչ որ տաքուկ անկյունում եւ կարծում են, որ իրենց լավ օրը լինելու է Հայաստանի լավ օրվա հետ եւ իրենց վատ օրն էլ այսպես թե այնպես լինելու է Հայաստանի վատ օրվա հետ, եթե իրանք այդպես են կարծում, իրանք մանդատները չեն դնի։ Մանդատները կդնեն, Ռուսաստանին չեն լսի։ Միակ դեպքը սա է, որ Ռուսաստանն ասի մանդատները մի դրեք, թե չէ մարդիկ գիժ են մանդատ վերցնեն։ Ինչներին է պետք։ Ինչներին է պետք։ Առանց մանդատ նրանք շատ ավելի լուրջ քաղաքական գործունեություն խորհրդարանից դուրս կիրականացնեն, խորհրդարանում ամենօրյա ռեժիմով ցույց տալով, որ երկրում տեղի է ունեցել իրավախախտումներով, կոպիտ ծանր իրավախախտումներով, ինստիտուցիոնալացված հանցագործություններով, պետական մակարդակի բարձրացված ընտրակաշառքով եւ չարաշահումներով ընտրություններ։ Անկախ դրանից ես էլ կամեին դիտորդի ինչ ասում։ Անկախ ցանկացած դիտորդի հայտնած տվյալներից։ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից սկսած դիտորդները մի բան ասում են, դա բանա փոխել։ Դիտորդները ինչ որ մի բան ասում են, այդ դիտորդներին ուղարկած երկրների նախագահները, նրանք ինչ են ասում։ Եթե նրանք շնորհավորում են, ուրեմն վсё, ճանաչել են ընտրությունները, չեն շնորհավորում, ուրեմն չեն ճանաչում։ Էս է հարցը։ Բայց վերջին հաշվով երկիրը իրոք անկախ է, եթե իշխանության լեգիտիմությունը տվյալ երկրում բխում է առաջին հերթին իր ժողովրդից, իր քաղաքացիներից։ Մեր երկրում այդպես չի։ Իսկ քաղաքացիներին հնարավոր է այնպես մանիպուլացնել, նախիրի կարելի է վերածել։ Հայտնի քաղաքական ուժի 45 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված հայտնի քաղաքական ուժի գերագույն պրոպագանդիստը, գերագույն ոնց են կոչվում, քարոզիչը, այսպես ասած, ինչ խոսք ասել, տվեք ինձ հանրային լրատվության միջոցներ եւ ես ցանկացած ժողովրդից կսարքեմ խոզերի երամակ։ Մարդը տես բան ասել, տվեք ինձ հանրային լրատվական միջոցներ, այսինքն Պետրոսին հմեք տաղավարով տվեք իրան եւ ինքը ցանկացած ժողովրդից կստանա խոզերի երամակ։ Նրանք վաղուց չկան այդ խոսքը ասողները, իդեպ այդ խոսքը ասողը ասեմ ոնց է ավարտել կյանքը,
ինքը իր կինը եւ իր երեխաները միասին բոլորով ցիանիդով իրենց վերջը տվել են։ Ամուսինները սկզբում երեխաներին են ցիանիդով անջատել, մեկ եւ ընդմիշտ, այնուհետեւ իրենք։ Այդպես է ավարտվել պատմության այդ փոքրիկ դասը։ Մարդու համար, ով հանրային լրատվության միջոցներով խոզերի երամակի էր վերածում, գերմանացիների պես ինտելեկտուալ, փառահեղ, մշակութային եւ գիտական անցյալ եւ գիտական ներկա, մշակութային ներկա ունեցող ժողովրդին։ Խնդրեմ։ Հիմա սրանցն է։ Լավ, ժողովուրդ ջան, այնպես որ ուղղակի ասենք նախնական իմ կողմից կոչ եմ անում առանձնակի չտվայտվել, սպասել մինչև Զարուկյանի այդ 4%-ը կվերականգնեն, որի արդյունքում Նիկոլից կխլեն ավտոմատ կերպով այդ 3/5-րդի հնարավորությունը, հետո մանդատները կդնեն, կարծում եմ, դուրս կգան ու կսկսի արտախորհրդանական պայքարը։ Կարծում եմ ոչ թե փողոցային պայքարը, ես այդպես եմ կարծում, այլ շատ ավելի լուրջ ու ինստիտուցիոնալ, լրատվամիջոցներով, քարոզներով, հարցազրույցներով, մեդիայով։ Գործող իշխանությունները այնքան տեղեկատվական աղբ են լցնում միջավայր, որ մենակ այդ տեղեկատվական աղբը մարդկանց ցույց տալով եւ դրանցում արկա սուտն ու կեղծիքը բացահայտելով հերիք կլինի, որպեսզի այս ժողովուրդը ել ավելի հիասթափվի այն ընտրությունից, որ արել է։ Այսինքն խոսքս նիկոլական ժողովրդի մասին է։ Խոսքս Երևան քաղաքում 42%-ից ցածր քվեարկողների իշխանությունների օգտին, իսկ Հայաստանի Հանրապետությունում 50%-ից ցածր քվեարկած ժողովրդի մասին է։ Այդքան մարդ է Նիկոլի օգտին քվեարկել։ Այդ մարդկանց աչքերը պետք է բացել ու դա դժվար չի։ Նիկոլն ինքը դա կանի։ Մեզ պետք է միայն ցույց տալ, թե նա ինչ անում, ու ցույց տալ իր եվրոպական աջակիցների իրական դեմքը։ Դրա համար ավելի քան բավարար փաստեր կան։ Ուղղակի պետք է այս ժողովրդին բան անել։ Այ հիմա կնայենք ինչքան ծաղիկ են արտահանելու Եվրոպա։ Ինչքան Միրգ Բանջարեղեն են արտահանելու Եվրոպա ու ինչ գներով։ Խոստացել են, չէ՞։ Հեսա կտեսնենք։ Միայն թվերով ու փաստաթղթերով, առանց մեծ մանիպուլյացիաների, առանց ինչ որ հատուկ բանը։ Մի թեթև այ մարդ երկու հոդված, եթե ավել կարդալու հավես ունես, կգտնես այնքան հակափաստար, թե տարեմտյան քարոզչությանը, կեղծ քարոզչությանը։ Տեսեք, Ռուսաստանը տապորով է աշխատում, բռի կոպիտ, արևմուտքը քնքուշ ձվի մանիպուլյացիաներով։ Ոչնչացնում է մարդուն որպես այդպիսին, որպես ինտելեկտուալ էակ։ Սարքում է այդ խոզերի երամակը։ Արևմուտքը տենց աշխատել գիտի։ Ռուսաստանը չէ։ Ուղղակի ճիպոտում, տփում, ջարդում է, այնքան մինչև մարդը ավտոմատ կորցնում է իր մարդկային դիմագիծը, անկախական, ինքնավստահ եւ այլն։ Այսինքն երկու կողմից էլ մենք ունենք խնդիրներ։ Մենք մեր կերպարը պետք է ստեղծենք, մասնավորապես նորմալ սահմանադրական կարգ բերելով, նորմալ սահմանադրություն բերելով։ Էս ինչ է, օրինակ, եթե հավես ունեք երկու բառով դրա մասին ասեմ։ Այս մեր սահմանադրության, այս ընտրությունների, այս խուճուշ պատմությունը գիտեք ինչի մասին է։ Ընդհանուր գծերով եթե բացատրեմ, գոյություն ունի երկու ձևի ընտրակարգ, մեծամասնական եւ համամասնական։ Սիրուն բառեր են հնչում, բայց ինչն է ֆունդամենտում։ Կներեք։ Արա Հովանեսյան ջան, եթե քրոնիկ հիվանդություն է, ուրեմն բուժել հնարավոր է, որտեղ եթե լիներ անբուժելի, պետք է որ մարդուն վերացներ, վերջացներ, մահանար մարդը։ Եթե այդ հիվանդության պատճառով, ինչպես օրինակ պիկոլիզմն է, մարդը չի մահանում, նշանակում հնարավոր է բուժել, եղբայր։ Մենք հարուստ փորձ ունենք քրոնիկ հիվանդություններ բուժելու, շատ հարուստ։ Ամենատարբեր մեր աշխատանքի հիմնական մասը քրոնիկ հիվանդությունների հետ աշխատելն է։ Մենք շատ հազվադեպ ենք ունենում սուր հիվանդություններ, որոնք պետք է բուժենք։ Սուր հիվանդությունների մեծ մասը կամ պոլիկլինիկաներում է բուժվում, կամ ինքնաբուժվում է, հազվադեպ որ հայտնվեն մեզ մոտ։ Լավ, դա առանձին թեմա է։
Հիմա տեսեք, մեծամասնական համակարգը ինչ է։ Վեր են կենում համայնքում լիդերի հավակնություն ունեցող մարդիկ, դա կլինի պատգամավոր, կլինի քաղաքապետ, գյուղապետ, սենատոր, նախագահ, կապ չունի ինչ է։ Տվյալ համայնքում հավակնություն ունեցող մարդիկ վեր են կենում, մոբիլիզացնում է ամեն մեկը իր համակիրների շրջանակը։ Եվ ընտրությունների օրը քաղաքակիրթ ձևով մտնում են մրցակցության։ Նախկինում հազարամյակներ առաջ ընտրություն չի եղել։ Այդ մարդիկ ենթադրենք հավաքել է նա շիմպանզեների օրինակով բերեմ, շիմպանզեների համայնքում։ Մեկը լիդեր է, իրան լավ չի պահում, թուլանում է, իրան կոնկուրենտ մեկ ուրիշը սկսում է կոալիցիա կազմել այլ շիմպանզեներից, որոնց մեջ հիմնականում մտնում են որձեր, բայց պետք է լինեն նաև էգեր, որովհետև առանց էգերի դաբրոյի, հատկապես հեղինակություն վայելող էգերի դաբրոյի, այդ շիմպանզեների համայնքը չի կարա, մեկը լիդերը չի կարա իրան լեգիտիմ համարի։ Էգերը լեգիտիմացնում են այդ ալֆային, այսպես ասած։ Մի խոսքով, ամեն մեկ իր կոալիցիան հավաքում ու տփում են իրար։ Ով կարացավ Վենուս խմբին տփեր, կամ նույնիսկ կարա առած տփելու իր ուժը ցույց տալով ճնշի, նա հաղթում է։ Այսինքն ստեղ գնում է ով կարողացավ ավելի մեծ թիմ մոբիլիզացնել։ Հիմա գանք մարդկային համայնք։ Հին դարերում էլի նույն բանն ա եղել, էնի հավաքել է իր զորքը, էնի հավաքել է իր զորքը, իրար տվել են։ Ով հաղթել է, նա էլ համարվել է հաղթող եւ լիդեր։ Հիմա այդ ամեն ինչից հանվել է բռնությունը, մշակույթը հանել է բռնությունը, տակը թողել է միայն մրցակցությունը։ Դա ինչ է նշանակում։ Ես Մանասյան Հայկս գնում եմ հավաքում եմ X թվով մարդկանց, Գուրգեն Սիմոնյանը հավաքում է X թվով մարդկանց։ Մենք գալիս իրար տալիս ենք։ Հետո հաշվարկների արդյունքում տենում են Գուրգեն Սիմոնյանը ինչքան ձայն է հավաքել, Մանասյան Հայկը ինչքան ձայն է հավաքել։ Ընդունել ենք, պայմանավորվել ենք, որ նա ով ավելի շատ ձայն կհավաքի, նա համարվում է հաղթող առանց բռնության։ Եվ այդ ճանաչում է իր պարտությունը դիմացինի հաղթանակը, առաջիկա 4 տարին նա է ղեկավարում։ 4 տարի հետո վերանայում ենք, նորից մրցում ենք կազմակերպում, այդ դեպքում արդեն մտնում է ենթադրենք Հովսեփ Ղազարյանը, այնտեղ ուրիշ հաշվարկ է արդեն։ Կամ կարող է մի 3-4 հոգի մասնակցեն, համենայն դեպս ամենաշատ ձայն հավաքածը համարվում է բոլորին մեջ ամենամեծ մոբիլիզացիա ապահովողը, նա էլ դառնում է հաղթող։ Ինչի որտեվ ինտուիտիվ հասկանալի է, չէ՞, թե նա շատ ձայն է հավաքում, ավելի լավ է մոբիլիզացնում, ով ավելի լավ է մոբիլիզացնում, այն ավելի լավ լիդեր է։ Հիմա սա կոչվում է մեծամասնական ընտրակարգ։ Եվ վերջում որ հաշվում են, ասում են ախպեր, այս մեկը ուներ 40% ձայն, այն մեկը 30, այն մեկը 20, այն մեկը 20 ենթադրենք, ճիշտ հաշվեցի, չէ, այն մեկը 20, այն մեկը 10, ենթադրենք, ասում են, բայց 40%-ը մեծամասնությունը չի, հա, 40% ինքը ձայն ունի, 60% իրան չի համակրում, դա կապ չունի, ինքը հաղթեց, ինքը ամենից շատ ձայն հավաքեց, մեծամասնական համակարգը սենց է, ով կարա մեծամասնություն հավաքի մյուսների համեմատ, ոչ թե ամբողջ խմբի մեջ, այլ մյուսների համեմատ, այսպես են ընտրվում հիմնականում նախագահները, այսպես են ընտրվում սենատորները եւ այլն։ Հիմա բերել են մեր երկիր, ասում են պարլամենտական, պետք չի մեծամասնական ընտրություն ունի, թող կուսակցություն մասնակցեն, որ լինի համամասնական, այդ որն է։ Ասում է տեսեք, եթե Հայկ դու հավաքել ես 40%, Պողոսը 30%, այն մեկը 20, այն մեկը 10, ուրեմն 10 մանդատ տանք նրան պարլամենտում, 20 մանդատ նրան պարլամենտում, 30 մանդատ նրան, 40 մանդատ էլ քեզ տանք։ Մեծամասնական համակարգում ես ոչ թե 40 մանդատ եմ վերցնում, ես վերցնում եմ ամբողջը։ Նա ով հավաքել է ձայների ամենաշատ քանակը, նա վերցնում է ամբողջը, ոչ թե իր ձայների չափով պրոպորցիոնալնի։ Իսկ համամասնականը պրոպորցիոնալնի է վերցում, ամբողջը չի վերցնում։ Այս ինչի եմ այսքան խորացել։ Մեր պարլամենտը իբր թե համամասնական է, բայց մեծամասնական տրամաբանությամբ է մրցույթ է եթում։ Եթե Նիկոլ Փաշինյանը հավաքեր 20%, երկրորդ համարը հավաքեր 15%, այն մնացած ձայները 65% Փոշյանային ենթադրենք, այդ 20%-ով նա դառնալու էր երկրի վարչապետ։ Ջոգեցիք ինչ համակարգը, իբր թե մեծամասնականը, համամասնականը պրոպորցիոնալնի է։ Իրականում մեծամասնականը ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով է։
Միանշանակ հաղթող եւ միանշանակ պարտվող սկզբունքով է։ Մեր սահմանադրությունն է։ Այսինքն այսպիսի կեղծ այլանդակված, խորքում այլասերված համակարգ է։ Կամ ընկեր չեստի ասա մեծամասնական է, դրա համար մարդիկ ինչ են անում։ Ասենց չեն շիլաշփոթ սարքում։ Սահմանադրությունը գրում են այնպես, որ նախագահը առանձին ընտրվում է։ Մարդիկ գնում են մեծամասնական համակարգով, ով ամենից շատ ձայն հավաքեց, դառնում է նախագահ։ Կամ երկրորդ փուլ են դնում։ Ասում են ով 50+1 չհավաքեց, եթե չհավաքեցիք ոչ ոք, երկրորդ փուլ եք նոր գնում։ Երկրորդ փուլում ով ավելի շատ ձայն հավաքեց, նա է հաղթում։ Սա ճիշտ համակարգն է։ Առանձին մեծամասնականով կարան պարլամենտ ընտրեն։ Ամեն կուսակցություն քանի տոկոս քվեա հավաքի, այդքան էլ մանդատ է ստանում։ Երբ որ այս երկու ընտրությունը վարչապետի կամ գործադիրի ղեկավարի, իսկ ավելի ճիշտ նախագահի եւ խորհրդարան իրարից անջատում ես առանձին երկու ընտրություն ես դնում, սենց այլանդակություն չի լինում։ Եթե այս երկու ընտրությունը խառնում ես իրար, մեծամասնականից ուզում ես համամասնական քամես, համամասնականում ուզում ես մեծամասնական աշխատացնես, չի ստացվում։ Ես չգիտեմ ինչքանով հասկանալի արտահայտվեցի, հարգելի ժողովուրդ։ Եթե սա մի քիչ բարդ թեմա է, խնդրում եմ գրեք, ես գրատախտակի վրա ավելի մանրամասն սա կբացատրեմ ինչ այրանից ներկայացնում։ Մեծամասնականի եւ համամասնականի հարց։ Բայց մեր սահմանադրության դեֆեկտավորությունը հենց դրանում է, որ վարչապետի եւ խորհրդարանի ընտրությունը, այսինքն գործադիրի ղեկավարի եւ խորհրդարանի, պարլամենտի եւ նախագահի, պրեզիդենտի, լիդերի ընտրությունները մի ընտրության մեջ են ճխտել ու համամասնական եւ մեծամասնական տրամաբանությունը, որոնք իրարից խիստ տարբեր երկու տրամաբանություն են, բերը փորձել են հիբրիդ ստանալ, մի մուտանտ են ստացել մեր սահմանադրությունը, այդպես մի հատ մուտանտ է հիմա։ Ու արդեն որերորդ անգամ օգտագործվում է գործող իշխանությունների վերարտադրման համար։ Եվ սրանից հնարավոր է ազատվել ըստ էության գործնականում միայն հեղափոխությամբ։ Բայց հեղափոխություն հնարավոր է անել միայն քաղաքականապես բարձր լիցքավորված հանրության շրջանում, որին հնարավոր է հասնել նախընտրական եւ հետընտրական շրջանում։ Բայց ստեղ ինչ է։ Ստեղ սկսում են սպառնալիքները։ Կբռնեմ, կփագեմ եւ այլ եւ այլ։ Այն մարդուն հիշում եք, որ ասել էր, եկել ենք այսօր ընտրենք, հաջորդ օրը գնանք ասել էր, որ կարող է ինչ-որ բան խառնվի, երեխեքի հետ ստեղ չլինենք։ Հիշում եք, այդ վիդեոն տարածվա բան արեց։ Հիմա այդ մարդուն բռնել են։ Ասում է դու գիտեիր, որ երկիրը պետք է խառնվի, հանցագործության մասին ինֆորմացիա ունեիր, մեզի չես եկել հայտնել։ Այդ մարդուն հիմա բռնել են հանցագործության մասին։ Սա երկիրը տարա, թե չէ՞ տես մտածի, այ մտ ընտրությունից հետո մի բան կարող խառնվի։ Նիկոլը վլաստը հենց այնպես չի տա։ Նիկոլը որ պարտվի էլ վլաստը չի տա։ Չէ՞ տենց գիտեն մարդիկ։ Պրիտոն այդ մարդը իր այդ հարցազրույցի մեջ, որքան որ ես եմ լսել, հա, չի ասում, որ եկել է ինչ որ Սամվել Կարապետյան ընտրի կամ չգիտեմ, Քոչարյան ընտրի կամ Ծառուկյան ընտրի։ Ասում է եկել եմ ընտրության։ Այն նույն հաջողությամբ կարող այդ մարդը գար Նիկոլ ընտրեր։ Որտեղ է այդ մարդը ասել, որ ինքը եկել է նրանց ընտրի։ Մի խոսքով այսպես ռեպրեսիաներ ու այս ռեպրեսիաները խորանալու են։ Ինչի որտեղ դա մեկ այլ քաղաքագիտական օրինաչափություն է, որ երկու բան՝ լեգիտիմությունը եւ կոմպետենտությունը, եթե պակասում են, իսկ այս իշխանության մոտ երկուսն էլ իրար հետ պակասում են, ապա դա փոխհատուցվում է, կոմպենսացվում է ռեպրեսիաներով, բռնություններով։ Կընտրեմ։ Եթե կոմպետենտություն չկա, կամ լեգիտիմություն չկա, կամ որ ավելի վատ երկուսն էլ միասին չկա։ Դա կոմպենսացվում է ռեպրեսիաներով։ Ինչը եւ առաջիկայում սպասելի է։ Այնպես որ ժողովուրդ ջան, որքանով որ ինձ է հայտնի, ընդդիմությունը պարլամենտ անցած, մանդատները չի վերցնելու այսպես թե այնպես, ուղղակի ինչ որ հարցեր են կարգավորում եւ Ծառուկյանի ձայների հարցը պետք է լուծվի, ընդամենը 45 ձայն պակասում է Ծառուկյանին 4% հավաքելու համար, ես համոզված եմ այդ 45 ձայնը կգտնվի։ 2000 տեղամասում հաստատ 45 ձայն Ծառուկյանը կորցրած կլինի։ Ու այդ 45 ձայնը վերականգնելով կվերականգնի իր իրավունք հետ մանդատների նկատմամբ եւ մանդատները չվերցնելով լիովին, այսպես ասած, կխայտարակեն գործող պարլամենտը եւ գործող իշխանություններին։ Եվ սա արդեն կլինի իրական հետընտրական զարգացում։
Ես երեք մի բան ասեցի, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասել էր երեք մինչև գիշեր 4:30 2 ժամը 1 կամ ժամը 1 ուղիղ եթերներ եմ ունեցել, ժամը ցերեկը 12-ից սկսած։ Մինչև գիշերվա 4:30 ես հիշում եք այտենց ով հետևել է, այտենց բան եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը երբ ասում է հետընտրական զարգացումներ չեն լինելու, ես ասում եմ 5 տարին ամեն օրը լինելու է հետընտրական զարգացում։ Այնպես պետք է անել, որ այս իշխանությունների ամեն ապրած օրը լինի հետընտրական զարգացում։ Նրանք ամեն օր պետք է զգան, ամեն օր, որ 10 ձայն ամեն օր կորցնում են, 100 ձայն ամեն օր կորցնում են։ Ու այդ հեքիաթները Ռուսաստանից բերած, Ռուսաստանից ամսի 8 մայիսի 8-ից մինչև ընտրությունների օրը, ընտրություններից մի օր առաջ 4000 հոգի ավել մարդ է եկել։ Եվ դրանց մի զգալի մասը պրոստը ռուսներ են։ Անցած տարվա համեմատ 4000 հոգի մարդ է եկել։ Դա այն թիվը չի, որի համար տեն շուխուռ են անում։ Բայց դա քարոզչական բանն է եւ ընդդիմությունը պետքա անցնի ավելի բարձր մակարդակի խոսքով հանդես գալով, որտեվ փորձում են Նիկոլի հետ մրցակցել զբրոդի համակրանքը շահելու համար, պետք չի ժողովուրդ ջան։ Երևան քաղաքում 58%-ը քվեարկողների, ովքեր չեն արարի գնացել ընտրակրեղամաս, 58%-ը ոչ են ասել Նիկոլին։ Մերժել են Նիկոլին։ Այս սա է ձեր լսարանը։ Իսկ ամբողջ հանրապետությունում 51%-ը քվեարկողների, ովքեր չեն արարի ու գնացել են ընտրատեղամաս, ոչ են ասել Նիկոլին։ Իսկ Նիկոլը տարել է 49%։ Ամբողջ հանրապետությունում սա է մեր լսարանը, սա է մեր ժողովուրդը։ Սա է իշխանափոխություն պահանջող ժողովուրդը։ Մենք իրենց պետք է բավարարենք։ Մենք իրենց պահանջմունքը պետք է բավարարենք։ Ոչ թե գնանք տենանք այնտեղ խելով կա։ Թեև բոլորի ընտրությունը հարգում եմ, դուք գիտեք ձեր Աստված, ձեր Նիկոլ։ Առաջիկայում դուք կտեսնեք ձեր ընտրության հետևանքները, իսկ ազգի նվիրյալները կփորձեն առավելագույնս կոմպենսացնել եւ թույլ չտան, որ այդ հետևանքները տեղի ունենան։ Եվ առաջին քայլը, անկախ նրանից նվիրյալա թե նվիրյալ չի, առաջին քայլը Ծառուկյանի 4%-ը վերականգնելն է։ Եվ ես հուսամ, որ ինչքան էլ առևտրի մեջ մտնեն, ինչքան էլ բանակցությունների մեջ մտնեն, կարծում եմ, որ տենց հաշիվներ էլ կան, այնուամենայնիվ մինիմումները կապահովեն, մանդատներ չեն վերցնի եւ ընդդիմադիր շատ կազմակերպված կառուցողական ընդդիմադիր պայքար կտանեն, համոզելու ժողովրդին, որ ներպետական ամրությունը, ներպետական կառուցակարգեր հիմնելը շատ կարևոր են։ Եվ արտաքին քաղաքական կողմնորոշումներով մեզ ընդամենը օրակարգ են բերում մեզ համար զբաղացնելու։ Ու մենք տենց տասնյակ տարիներ արտաքին քաղաքական կողմնորոշումներից են խոսում, իսկ որ երկրի ներսում կարևորագույն կառուցակարգեր չեն գործում, դա ոչ մեկի վեճին չի։ Լավ, ջուր չծեծեմ։ Թերևս այսքանը հարցեր ունեք։ Ընտրակաշառքների մասին, Համլետ ջան, ունեմ ասելու, ամենամեծ ընտրակաշառքը դա Նիկոլ Փաշինյանի 10,000 բարձրացրած թոշակներն են։ Դա ձեզ դուր է գալի, դուր չի գալի, պարոն Համլետ Այվազյան ջան, բայց դա ամենամեծ ընտրակաշառքն է, ունեմ խոսալու։ Ինձ մի անգամ տարել էին քննչական, ինչ որ մի հատ դեղատան հետ կապված, որ ես ցուցմունք տամ, ու ասում են չգրանցված դեղեր է բերում, թե չէ դեղատունը, բան ասեմ իմացեք, չգրանցված դեղեր այո բերում են դեղատները ու այդ չգրանցված դեղերը մեր հիվանդների համար կյանք են։ Այսինքն այդ դեղը, որը հիվանդին պետք է, բայց Հայաստանում չկա։ Ու այն ապտեկաները, ովքեր այդ դեղերը բերում են Հայաստան, այո, ապօրինի ճանապարհով, այսինքն չգրանցելով էլի։ Նրանք կյանքեր են փրկում։ Այստեղ մարդու իրավունքը, պետության պոզիտիվ պարտականությունն ու գրած օրենքը թղթի վրա հակասության մեջ են։ Ես ընտրում եմ մարդու իրավունք։ Հա, ու ես իրացնում եմ այդ մարդու առողջ լինելու կամ հիվանդի լավանալու իրավունքը։ Այդ մարդիկ էլ բերում են այդ չգրանցված դեղերը, բայց հարցը լուծում ենք։ Մի խոսքով, քննչականում քննիչը հարցնում ասում է,
Այտենց դեպքեր գիտեք, տենց ապտեկաներ գիտեք, որ տենց դեղեր են բերում, չգրանցված, ասում եմ չէ, չգիտեմ որից իմանամ։ Չասում եմ դե ոնց էլ չլինի աշխատում եք, բան եք անում, կիմանաք։ Ասում եմ մի հատ խոշոր խմբականակ գիտեմ, չգրանցված դեղի, որ բերել են, խոշոր խմբականակ, բայց չգիտեմ, ասում շատ թափով մարդիկ են կարակ հետևներից հետո։ Քնիչը ոնց չէ, ով ուզում ալնի, ասում ասեք։ Ասում եմ այդ առողջապահության նախարարությունը կովիդի համար, որ ինչքան այդ վակցինաները բերել են, սա վակցինաները գրանցված չէին։ Դրանք սա չգրանցված դեղեր էին։ Դե չի ասում կատակ եք անում, կատակ չեմ անում, չգրանցված պարծա եք ուզում այդ, չգրանցված պարծա է եղել։ Բայց ոչ ոք չի այդ առողջապահության նախարարության ասել չգրանցված վակցինաները չի իր բերել, կամ չի բերել առանց գրանցելու, չի էլ կարա ասի։ Բայց մի հատ ապտեկայի, որ իրոք խելքը գլխին օգուտ է տալի տարիներ շարունակ, կեթան կփագեն, կտուգանեն, կբանտարկեն եւ այլ եւ այլն։ Հիմա, երբ որ ինձ հարցնում եք, ես չունեմ, Արտաշես ջան, չգիտեմ, պետք է սա խոսանք, այդ 3-5-րդ հետ կապված։ Հիմա, երբ որ ասում եք կտրակաշարքների հետ բան չունեք, ասում ունեմ։ Ու դա 10,000 թոշակներն են։ Մնացած բոլոր այդ 10-ովշիկների բաժանած փողերը, դրանք, չգիտեմ, դրա մի տոկոսի չափ միջամտություն ազդեցություն ունեցել են ընտրությունների վրա, թե չէ։ Ճշտով խոսանք, ես հիմա պրոստը դեմագոգիա չեմ անում, ճշտով խոսանք։ Եվ մի հատ ուրիշ բան էլ, դա առողջապահության համակարգի ներդրումն էր։ Ախպեր, կարճ կոնկրետ մի հատ հարց եմ տալի։ Եթե մի հատ հիվանդի տաշիր սամոն տանում է փող է տալի, որ հիվանդը հիվանդանոցում լավանա։ Հիվանդանոցի ծախսեր են հոգում։ Դա համարվում է ընտրակաշարք։ Դա համարվում է օրենքով արգելված։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Բայց եթե ու պրիտոմ էտի Սամվել Կարապետյանը մեր ձևով է, իրանց գրպանից են այդ փողը տալի։ Ռուսաստան աշխատած իրանց փողերը նես չի, որ հայ ժողովրդի արունը խմելով հարստացել են։ Ռուսաստան աշխատած իրանց փողերը բերում են տալիս են մի հիվանդի, ենթադրենք Քյավառցի մի կնոջ, որ գնում է հիվանդանոցում, բուժվում է։ Եվ սա համարվում է ընտրակաշարք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մեր փողերը հավաքել է, ինչքան 200,000 դրամից ավել աշխատող մարդ կա։ Ամսական 11,000 դրամ այս մարդկանց գրպանի վրա հարկա դրե, հավաքում է ու պետ պատվեր է սպասարկում, ու էլի որոշակի շրջանակներ ավելացրել։ Բայց այդ ինչի է նույն բանը, որ Սամվել Կարապետյանն անում իր հաշվին, համարվում է ընտրակաշարք։ Այդ նույն բանը, որ նախընտրական շրջանում ընտրություններից 3 ամիս առաջ 5 ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն անում 8 տարի չանելուց հետո ընտրություններից 5 ամիս առաջ 8 տարին լրանալուց հետո էդի Նիկոլ Փաշինյանն անում բայց էդի խիչ եք համարում ընտրակաշարք էդ ընտրակաշարք չի ինգեր այդ ճիշտով խոսանք ահա թե ինչ կասեմ ընտրակաշարքների մասին այնպես չի որ դուք տենց yaman կներեք էլի ընտրակաշարքից սարսափում եք ինձ էլ դուր է գալի Երբեք իմ ընտանիքը ու ես ընտրակաշարք չենք վերցրել, երբեք, խորը անցյալից սկսած։ Ոչ բաժանել ենք, ոչ էլ տվել ենք, ոչ էլ վերցել ենք։ Չէ, Արտաշես ջան, չեն կարա ասեն արկա մանդատների, որտեվ ընդ է գրած է, ոչ թե արկա մանդատների սահմանադրության նույն կներես դու իրավաբան ես, ես հիմա քո այդ վիճելուց մի քիչ ընձի պետք է ցենց մեղմ նայես, բայց այնտեղ գրած է, որ այնց է գրած, որ արկա մանդատներին չի վերաբերում, դա վերաբերվում է ընդհանրապես ստացած մանդատներին։ Ստացած մանդատներին է վերանում։ Որն է կարևոր կառույցները, որ չկան, Հրանտ Վարդանյանն ասում, առաջինը նախագահի ինստիտուտ, երկրորդ երկպալատ պարլամենտ, երրորդ ժամանակավորության սկզբունքը, ստորի պալատի համար 2 տարի, սենատի համար, գերագույն խորհրդի համար 6 տարի, նախագահի համար 4 տարի, երրորդ դատական համակարգի իրական անկախությունը, դատավորների, սահմանադրական դատարանի դատավորների և վճռաբեկ դատարանի, իսկ լավ կլինի, որ դրանք միավորվեն դառնան մի դատարան ու գիշեր ցերեկ աշխատեն այդ դատարանները այդ լուրջ լրջագույն հարցերով։ Այդ դատավորների ցմահ կամ մինչև 72 տարի լինելը։ Դատական համակարգի անկախությունը ապահովվում է պաշտոնի ժամանակահատվածի երկարացմամբ։ Այսինքն,
հիմիկվա մեր օրինակ Սահմանադրական դատարանի դատավորները ունեն 12 տարվա իշխելու ժամկետ։ Նիկոլ Փաշինյանը հիմա նշանակում է մի հատ դատավոր, 5 տարի հետո վերընտրվում է, 5 տարի հետո մի հատ էլ է վերընտրվում։ Այդ նախագահի այդ դատավորը Նիկոլ Փաշինյանի հետ դառնում է դատավոր, Նիկոլ Փաշինյանը եթե երրորդ ժամկետում Նիկոլ Փաշինյանը թողում է վարչապետի հաթոռը։ Երրորդ ժամկետում դատավորները դուրս գալի Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն օրենքը գործադիրին թույլ է տալի կամ օրենսդիրին թույլ է տալի դատավորի հետ զուգահեռ իշխել, բայց որպեսզի դատական համակարգը անկախ լինի իրան նշանակողից կամ իրան առաջարկողից, առաջարկելը պետք է առաջարկի նախագահը, հաստատի սենատը։ Եթե անկախ է ուզում լինի, պետք է դատավորը էսի պրեզիդենտի ժամանակ նշանակվի ու այն մյուս պրեզիդենտների ժամանակ շարունակի պաշտոնավարել, որ այն մյուս պրեզիդենտներից ինքը կախման մեջ չլինի։ Դրա համար Գերագույն դատարանի դատավորներին նշանակում են ՑՄ, որ նրանք, ովքեր իրանց առաջարկել կամ նշանակել են, այդ մարդիկ իրանց նշանակեն, հետո պաշտոնաթող լինես դատավորը շարունակի գործել։ Սա դատական համակարգի անկախության գրավականն է։ Ժամկետների տարբերությունը, երկարաժամկետությունը գործադիր եւ օրենսդիր ինստիտուտների նկատմամբ։ Այսա մեր մոտ ճիշտ հակառակն է, այնքան կարճաժամկետ է սարքած, որ հանկարծ անկախ չդառնա, հանկարծ չփորձի անկախ դառնալ։ Նույնը վերաբերվում է Սահմանադրական անկախ մարմինների նշանակմանը։ Տեղական ինքնակառավարման համակարգի առավել այսպես ինքնավարություն տալուն, մասնավորապես հարկաբյուջետային ինքնավարություն տալուն, ինչը մեր մոտ գոյություն չունի։ Մարզպետերի ընտրություններին երկրում պետք է լինի նախագահ ու չպետք է լինի վարչապետ։ Ոմանք ասում են կիսանախագահական, բայց կիսանախագահները դա մարզպետները պետք է լինեն տարածքներում եւ նախարարները իրանց կաբինետներում։ Այսինքն ամեն նախարար իր ոլորտի վարչապետն է։ Հիմա ոնց է նախարարը գնում է վարչապետին, սենց ինքը ենթական է վարչապետին, հասկանում։ Այսինքն ոչ թե ոլորտի տերն է, որ այդ ոլորտը պետք է խելքի բերի, առողջացնի, ամրացնի, այլ ինքը գնում է շեֆին, որը вообще այդ ոլորտներից չի հասկանում, շեֆին ասում է սենց արինք, նենց արինք, շեֆն էլ ասում է դե լավ, մի քիչ սենց անենք, մի քիչ նենց անենք։ Այս ամեն ինչի գլխին վարչապետ չպետք է լինի նախագահ, ու ամեն մինիստր մի վարչապետ է իր ոլորտում։ Անվտանգություն, իրավապահ, ընդեղ, չգիտեմ, ֆինանսներ, էկոնոմիկան, ընդեղ ամեն մինիստր մի հատ, դրա համար կոչվում է պրեմիեր մինիստր, հասկանում եք, մինիստրների մինիստր, պետքի մինիստրների մինիստր, մինիստրների մինիստր, պետքի եթե կան նախագահ, մարզպետներ, սրանք այնքան գործ կարան անեն, սրանց այնքան լիազորություն կարելի է տալ, որ ընդհանրապես ընդ վարչապետ պետքի։ Ու սա գիտեք ինչի է բերում։ Հատկապես մարզպետների ընտրովի համակարգը։ Սա բերելու է նրան, որ երկրում լինելու են լիդերներ սինթեզելու, լիդերներ ստանալու շատ կուռ համակարգ։ Սկսած տեղական ինքնակառավարումից գյուղապետեր, քաղաքապետեր, մինչև մարզպետ, հետո չգիտեմ մինիստրներ եւ վերջին հաշվում նախագահ։ Եվ 2-8 տարի հետո, եթե մի օր այսօր այտենց հաստատենք, 2 սրոք մեկը լինի նախագահ, 3-րդ սրոքից հետո արդեն այնքան կադրեր կան մշակված, ու դու նայում ես, Շիրակի մարզպետը ենթադրենք 5 տարի, 8 տարի, չգիտեմ 10 տարի իշխել անդ է, կամ 4 տարի, ոնց է Շիրակը կազմակերպել։ Իսկ Գեղարքունիքի մարզպետը ոնց է։ Մեկ է կարող է տենանք, որ լսեք, մեր երկրի համար ամենալավ նախագահացուն Սյունիքի մարզպետն է, կանչեք բերեք թող ինքը լինի, ինքն է մտնում քարոզարշավի մեջ, ընտրապայքարի մեջ։ Ու ստեղծվում է ինստիտուտ լավագույն կադրերի եւ կառավարիչների եւ առաջնորդների, ովքեր առաջի օրվանից ժողովրդից են մանդատ ստանում։ Իրանք սովորում են ոչ թե նշանակվել վերևից, այլ ընտրվել ներքևից։ Երբ որ նշանակովի են, մարզպետի պաշտոնները, նույնիսկ քաղաքապետերն են նշանակովի, արդեն ապօրին է ճանապարհով։ Նշանակովիները որ մտնողի հոգեբանություն պետք է ունենան, որ իրանց շեֆի ոռը մտնելով երկար պաշտոնավարեն։ Իսկ նրանք, ովքեր ընտրովի են ժողովրդի կողմից, նրանք հակառակը, նրանք ավելի շատ պետք է ինքնագլուխ լինեն,
եւ որմտնող չլնեն, որ ժողովուրդը իրան սիրի ու վստահի ու առաջ տանի քվեարկություններով։ Ու քո ամբողջ պետական ապարատը որմտնողներով է հագեցած, թե ինքնագլուխ սուվերեններով, դա կախված է այդ համակարգի կառուցվածքից, որ կառուցակարգ է, սա նկատի ունեմ։ Քո ամբողջ երկիրը կառավարում են դուրսպրսուկները, շողոքորթները, սրա նրա այդպես տակ պարկողները, թե ինքնագլուխները, սկզբունքայինները, արժանապատիվները, դա որոշում է համակարգը։ Համակարգը 8 տարի, 12 տարի աշխատացի, ավտոմատ ինչքան թափթփուկ կա շպրտվում է դուրս, ինչքան արժանի կադր կա գալիս է ներս։ Սենց է աշխատում լավ սիստեմը։ Ու էլի կարող եմ շարունակել բանակի հետ կապված աշխարհազոր պետք է լինի ամեն ռեգիոն առանձին։ Կրթություն պետք է լինի զինվորական, պրոֆեսիոնալ բանակով, ռազմական դրության ժամանակ լրիվ դառնում է բանակ։ Դա մանրամասներ, այնքան մանրամասը մշակած է ամեն ինչ ունենք, որ էլ չասած։ Մի խոսքով, որն է կարևոր կառույցները, որ չկան, ահա դե որն են։ Աշխարհազորն է կարևոր կառույցը, որ չկա։ Մարզպետը որպես տեղական ռեգիոնալ ինքնակառավարման ինստիտուտ, որ չկա։ Էլ ինչ ասեմ։ Լոկալ հանրակրվեները, որ չկան։ Տեղական ինքնակառավարման հարկաչ բյուջետային անկախությունը, որ չկա։ Սա սպասում են կենտրոնի Երևանից ով ինչ կուղարկի։ Ընդհանրապես ընտրություններում ռեգիոնալ ձայների ռեգիոնալ հաշվարկը հաշվի առնելը, որը պետք է լինի սենատորների եւ նախագահի ընտրության ժամանակ, ահագին մոտ է, ինչ ասում եմ ԱՄՆ սահմանադրությանը։ Պետք է լինի ունենանք սենատորներ, այսինքն Գերագույն խորհրդի падգամավորներ, Սփյուռքից մեկական, Մերձավոր Արևելքից մեկ, Միացյալ Նահանգներից մեկ, Ֆրանսիայից եւս մեկ, Ռուսաստանից մեկ, Ջավախից մեկ, Արցախից մեկ։ Եվ մի հոգի էլ եկեղեցու կողմից, սենատոր, որոնք ընտրվում են 6 տարով, որոնցից ամեն մեկը իր սփյուռքի խնդիրները կներկայացնի եւ տեղում տեղի ունեցածը կներկայացնի իր սփյուռքին, իր համայնքին։ Սրանցից ոչ մեկ չի կարա, որպես եթե դու շպիոն էլ լինի, չի կարա ինչ-որ բան խախտի եւ սրանք լինելու են երկքաղաքացիներ։ Ու ես տենց եմ պատկերացնում։ Սրանք ոչ թե կարան լինեն Ֆրանսիայի քաղաքացի, այլ պարտադիր պետք է լինի երկքաղաքացի։ Սփյուռքի ամեն խոշոր համայնքից մի մանդատ Գերագույն խորհրդում, սենատում, վերին պալատում։ Ամեն մարզից 2 մանդատ, Երևան քաղաքից գուցե 10 մանդատ ընդհանուր, 10 մանդատ Երևանից, 20 մանդատ մարզերից, ամեն մարզից 2-ական մանդատ։ Այնքան բան կասեմ, որ չկա։ Այդ ոստիկանները, պարեկները բան, դա ոչ թե պետք է գնան Չոբանի սարից բռնեն, ասեն արի մի հատ դասեր անցի քննություն հանձնի, այլ բոլոր են տղեկն ու աղջիկը, որոնք ավարտում են զինվորական ծառայություն, ասենք 45 տարեկանում, սպայական ծառայությունը հիմնականում 45 տարեկանում ավարտվում է։ Այդ տղեկն ու աղջիկը պետք է գան կամ դառնան իրավաբաններ, կամ դառնան ոստիկաններ։ Այն նրանք պետք է լինեն ոստիկանը, որ զենքին բացարձակ տիրապետում են, դուխները միլիոն, իրենց աբրածով ու ծառայությամբ ցույց են տվել, որ նվիրյալն են հայրենիքի ու պետության, նրանք պետք է գան բարեկային ծառայություն անեն։ Որ ավտոն կանգնեցնի աշկերից հասկանա ալկոհոլի տոկոսը արյան մեջ ինչքան է, այն նրանք պետք է լինեն։ Այնքան կառուցակարգեր կան, որոնք պիտի լինեն ու չկան։ Ու ես ինչ ասում եմ, սա ուտոպիա չի։ Ես ինչ ասում եմ, սա իրականություն է, հեշտ իրականացվող, բայց սրա ֆիշկեն որն է։ Սրա ֆիշկեն է, որ սա առանց բարդ ծախսերի հնարավոր է անել։ Զարյատկես նստում է ժողովուրդ, այսքանով սահմանափակվենք,